Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում բնակվող Պողոսյանների ընտանիքը համագյուղացիների մեծ մասի նման հիմնականում հողագործությամբ է զբաղվում։ Գյուղատնտեսական տարին թանկացումով է սկսվել։ Ռուսական արտադրության պարարտանյութի 1 պարկի գինը 2000 դրամով բարձրացել է։ Անցած տարի 6500 դրամով եմ առել մաղջիկ։ Այս տարի առել եմ խոսքի 8500 դրամ։ Տարեկան միջինը 15 պարկ պարարտանյութ օգտագործող փոքրիկ տնտեսությունը միայն այս բաղադրիչի վրա ստիպված է ծախսել մոտ 30,000 դրամ ավելի։ Փաստացի պարարտանյութը արդեն իսկ թանկացել է ավելի քան 20%-ով։ Միջազգային շուկայում մինչև 35% աճ են կանխատեսում։ Հայաստան ներկրվող պարարտանյութի մոտ 20%-ը գալիս է Իրանից։ Պատերազմի պատճառով այս ուղղությունը դարձել է խնդրահարույց։ Լոգիստիկ շղթան խզվել է, իսկ մյուս մատակարարները Ռուսաստանն ու Վրաստանը պահանջարկի մեծացմանը զուգահեռ բարձրացրել են գները։ Մյուս երկրները, ովքեր որ հիմնականում խմբականակ էին ապահովում, իրանք էլ իսկ արդեն այդ ֆոնի վրա բարձրացնում են գները, բնականաբար, որտեղ պահանջարկն է մեծանում։ Այս պահին կա արդեն իսկ գնաճ 20%-ի չափով։ Բոլոր տեսակի պարարտանյութերի մասին։ Թեև Հայաստանում այս պահին պարարտանյութի դեֆիցիտ չկա, սակայն Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով, եթե Իրանում պատերազմը երկարի, խնդիրներ կունենան բոլոր երկրները, այդ թվում եվրոպական։ Նիդերլանդներում, նույնպես այլ երկրներում, ովքեր որ զբաղվում են գյուղատնտեսությամբ, քանի որ պարարտանյութը այն նյութերից է, որը որ ստացվում է, դուք էլ գիտեք, տարբեր տեսակի քիմիական հավելումներից։ Իսկ դրա պակասը, դրա դեֆիցիտը կբերի նաև պարարտանյութի դեֆիցիտի եւ խնդիրներ բոլոր գյուղատնտեսության զբաղվող երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, բայց Ռուսաստանը ինքնաբավ է հարցում։ Ու թեև տարածաշրջանում լոգիստիկ ուղիները ծանրաբեռնված են, իսկ որոշ ուղղություններով կան լուրջ խոչընդոտներ, կառավարությունը իրավիճակը վերահսկելի է համարում։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը դեռևս մտահոգվելու պատճառ չի տեսնում։ Այս պահին որևէ անհանգստացնող պատկեր չունենք։ Հայաստանի տնտեսության վրա ազդող բեռներ, որ այս պահին մենք Իրանից ներմուծում ենք կամ արտանում ենք եւ խնդիր ունենք, չենք տեսնում։ Այդտենց կախվածության մեծ կշիռ չկա այն ապրանքների մասը, որտեղ մենք խնդիր կարող ենք ունենալ։ Մասնագետները նշում են, արդեն իսկ թանկացած պարարտանյութը բնականաբար շղթայական ռեակցիայով ազդելու է գյուղմթերքի գների վրա։ Իհարկե գնաճ լինելու է, բայց քանի տոկոս գնաճ կլինի, դա արդեն կախված կլինի սուբսիդիաներից պետական, նաև կախված կլինի պետական աջակցություններից, հարկերի նվազեցումներից եւ այլ նմանատիպ գործողություններից, որը որ ինքս ինքը կբերի ոչ թե գնաճի, այլ շուկայական ստաբիլության։ Արտյոմ Բերբերյանը ստեղծված վիճակից ելքը համարում է ծրագրերի վերանայումը։ Բոլոր ծրագրերը պետք է վերանայվեն, ոչ միայն պետական, նաև ֆերմերային ծրագրերը, որոնք նաև ֆերմերները իրանք իրենցով են կազմում ամեն անգամ, ամեն տարի, երբ որ սկսում են ներկրել սերմացումներ, երբ որ սկսում են իրանց ֆերմերային ոնց որ գործունեությունների ծավալումը։ Նաև պետությունն էլ համաձայն նրանց պլանավորման պետք է նաև ձևավորի իր սուբսիդիաները։ Թեև այս պահին պարարտանյութի պակաս Հայաստանում չկա, սակայն շուկայական տատանումներն ու լոգիստիկ բարդություններն արդեն իսկ ազդել են գների վրա ու անկանխատեսելի դարձրել հետագա զարգացումները, իսկ ֆերմերները արդեն այսօր պետք է պլանավորեն հաջորդ տարվա ցանքսը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու նոր գնային իրողությունները։